Ինչ անել, երբ քեզ պատմում են սեռական բռնության դեպքի մասին։ Առաջինը հարցեր չտալ։ Պետք է լսել այնքան, որքան որ բռնության ենթարկված անձը պատրաստ է այդ պահին պատմել քեզ։ Պետք է հասկանալ, որ սեռական բռնության ենթարկված մարդիկ որպես կանոն չեն խոսում իրենց հետ կատարվածի մասին, մեղքի եւ ամոթի զգացումից ելնելով։ Քո տված հարցերը կարող են դրանք էլ ավելի խորացնել։ Անգամ եթե կան հարցեր կատարվածի հետ կապված, որոնք քեզ շատ հետաքրքիր են, պետք է խուսափել դրանք տալուց։ Միակ ինֆորմացիան, որի կարիքը դու ունես, դա հասկանալն է, թե երբ է տեղի ունեցել դեպքը եւ ինչ բնույթի է այն եղել, որպեսզի հասկանաս, թե ինչ կանխարգելիչ գործողություններ կարող ես անել։ Կարևոր է հիշել, որ բռնության ենթարկված անձը ինքը պետք է որոշի, թե որտեղ է ցանկանում դիմել, ընդհանրապես ցանկանում է դիմել աջակցության, թե ոչ, ցանկանում է այլ մարդու պատմել իր հետ կատարվածի մասին, թե ոչ։ Նրա սահմանները արդեն իսկ կոտրել են, դրա համար շատ կարևոր է լսել հենց նրա ցանկությունը։ Մյուս կարևոր կետը, որ միշտ պետք է հիշես, այն է, որ առանց նրա համաձայնությունը ստանալու չես կարող նրա դեպքը քննարկել ընկերոջ, ծանոթի, անգամ որևէ աջակցային կառույցի հետ։ Սեռական բռնության դեպքի մասին լսելը, հատկապես հարազատից կամ ընկերոջից, կարող է լինել ցավեցնող։ Հիշիր, որ դու պարտավոր չես դրան միանգամից արձագանքել, հասկանալ, թե ինչպես կարող ես աջակցել իրեն։ Կան կառույցներ եւ մարդիկ, որոնք կարող են աջակցել ձեզ այդ հարցում։